Ողջույն սիրելի սյունեցիներ, այս անգամ մեր ճանապարհը տանում է դեպի հեռավոր Շիկահող գյուղը։ Հրաշակերտ բնությունը այնպիսի մի պատկեր է ստեղծել, նայեք իմ հետևում գտնվող լեռանը։ Ամեն անգամ, երբ շիկահողցիները անցնում են այստեղով, բոլորին ասում են՝ մի նայեք, տեսեք ինչ գեղեցիկ Կլեոպատրա է այնտեղ ննջել։ Գտնվում ենք ճանապարհի այն հատվածում, որտեղ որ սողանք է, բայց չէին կարող հենց այստեղ մենք չկայանել, քանի որ իմ հետևում է գտնվում բնության հրաշք երկու փիղ, քարակերտ փիղ։ Սիրելի հայրենակիցներ, սյունեցիներ, կապանցիներ, այժմ մենք գտնվում ենք Շիկահողում։ Ողջույն Շիկահող! Գնում ենք բացահայտելու Սյունյաց աշխարհի գեղեցիկ գյուղերից մեկը։ Մանե գիտես ինչի համար եմ այս պահին կանգնել այստեղ եւ երգում, քանի որ այս ավերակները նախկինում եղել է գյուղի մշակույթի տունը եւ վստահ եմ, որ այստեղ, որը հիմա ավերակ է, սերունդների մեջ մշակույթ է ձևավորվել։ Սյունիքի մարզի Շիկահող գյուղը Կապանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղը Շիկահող անվամբ առաջին անգամ հիշատակված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմություն աշխատության մեջ, որպես Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղ։ Այն եզակի գյուղերից է, որ պահպանում է իր հնագույն անվանումը՝ Շիկահող։ Գյուղի գրեթե ողջ տարածքում փռված են Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի եւ հետագա ժամանակների դամբարանադաշտերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շիկահողցիների հուշարձան կոթողն է յուղամիջում, կառուցված 1967 թվականին։ Հազարամյակներ շարունակ Շիկահող գյուղը չի լքվել, որի վառվկայություններից մեկը հայեցի հնչող տեղանուներն են։ Եվ այն զոհերը, որոնց անունները այժմ տեսնում եք էկրանին։ Տարբեր պաշտամունքներ ունեին շիկահողցիները։ Օրինակ, պաշտում էին Արեգակին, երբեմն մոռացել էին եկեղեցու մասին եւ պահանջում էին երդվել Արեգակով։ Իրիկնակը քեզ իրեն տուսկե, տունիս են իրիթնակը քեզ տանե։ Գուշակեցիք, թե որտեղ եմ հիմա։ Գյուղի առաջին եւ ամենահին խանութի դիմաց։ Շենքի հենց վերևում տեսնում եք նշմարում են գրքեր, վստահ ենք, որ այնտեղից բուրում է անուշաբույր հին գրքերի հոտը։ Իհարկե ցավոք այսօր հնարավորություն չունենք մտնելու գրադարան։ Վերցի քարի հարևանության, որը գյուղի խորհրդանիշներից մեկն է, գտնվում է գյուղի հացատունը, որտեղ ժամանակին եւ մինչ այսօր տեղի են ունենում հետաքրքիր հանդիսություններ, ուրախության եւ տխրության պահեր եւ կարծում եմ, որ այստեղ սովետական ժամանակներից սկսված որքան գեղեցիկ ճակատագրեր են միացել իրար, կազմակերպել հարսանիքներ։ Հացատան բակում կա մի հուշաքար, որի վրա գրված է. Ճամփան մեր գյուղն է տանում, չունեմ այլ խող, այլ ուղի։ Գնամ տեսնեմ ինչ են անում երեխեքը մեր գյուղի։ Բառերով անզոր ենք նկարագրել բնության գեղեցկությունը։ Նեղ կածաներով հասանք մի գեղատեսիլ վայր, ուր մեզ էին սպասում։ Յուրահատուկ զրույց ունեցանք գյուղի մեծերից մեկի հետ։ Զգացինք շիկահողցու սերը հողի հանդեպ եւ իհարկե էներգիան, որ ստանում են արևից։ Ողջույն ձեզ, Շանվել, ես Գաբրիելն եմ։ Ուրախ եմ ծանոթանալու համար։
Ես նմանապես շատ ուրախ եմ, որ համծանոթության համար Երես կոլտնտեսական էր, թեկուզ կոմունիստ էր, բայց իսկական յավնի կոմունիստ էր, էլի իր աշխատասիրությունը, իր այն ազնվությունը, մենակ այդ արտը հնձելա չինով։ Բայց այդ տարին, որ ես պիտի գնայի 6-րդ դասարան, դե ժամանակ կոլխոզ էր, աշխորի փող չկար, էլի որ տենց հատուց բան, տենց նորմալ ադեն, մերս ինձ համար մի հատ կալոշ առա, ես հանով գնա, յոլա գնա, որ կոշի կարի, էդ ես ջղանացա թողեցի գնացել ատան, 6-րդ դասարանից հաղապրեցի ատան, դիշորոտի դպրոց։ Պապը պատմեց յուղացու դժվարությունների մասին։ Կարոտով է հիշում իր երիտասարդությունը, ուր գյուղի անդորը կոտրում էր հարսանյաց աղմուկը, բայց այլևս ոչինչ առաջվանը չէ։ Ուզում եմ մեջբերենք պապի խոսքերը։ Հարսները կռունկների երամի պես գյուղը լքեցին։ Տղամարդիկ էլ հետ չմնացին, գիտեք ինչ հասկացանք։ Սերունդն այս չհաղթարեց դժվարությունները եւ իհարկե ապագան փնտրեց քաղաքում։ Դելա թուրք պաստական պատերազմ, 110 քանի տարի տեղ ուրեմն 1514 թվականին կռվել են թուրքերի հետ մինչև 24 թվականը, հետո զինադատը, հետո նորից կռվել են 1529 թվականին, չէ, ես 1555 թվականի մայիսի 29-ին Ամասիայում պայմանագիր են ստորագրել, Աղուցյան զինադատների պայմանագիր, որ հարավային հատվածը պատկանում է Պարսկաստանի տիրապետությանը, Ռուսային հատվածը Թուրքիայի տիրապետությանը, այսինքն դալերով տենց ապրել։ Դե գրացա, որ ասենք ես Սյունիքի մարզից հարավային հատվածից էլի, ասենք տենց ասեմ, որ ավելի հասկանալի։ 320,000 հայի բռնագաղթել են տարել Պարսկաստան, 1300 հաշվի ամբողջ ես մարզեսկի այսօր 160,000 սկի չկա եկան, էլի, 320,000 տեղափոխել են դե, հետո 1828 թվին ռուս-պարսկական պատերազմի հետ հաղթան վերադարձել են, էլի, տենց են ասում, էլի, որովհետև գիրքը կա, դեղել է գրված է, որ 32 թվականից արդեն եկեղեցին ինքը այդ գիրքը գրել է, էլի, որ յուղը արդեն նորից վերականգնվել է։ Եթե ինչքանով է ճիշտ պատմությունը, էլի ասել եմ, մենք հետ կարդացել ենք իմանում ենք։ Գյուղը հայտնի է բազմաթիվ գեղատեսիլ վայրերով։ Օրինակ Բերդի քարը, լինելով միաժամանակ բնական ամրություն, հայտնի է եղել Դավիթ բեկի եւ ավելի նոր ժամանակներում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։ Մարտիրոսյանների տունը գյուղում 1910 թվական, երկհարկ առանձնատուն է հզոր պատերով, փայտե սյուներով։ Ահա Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին, որը գտնվում է Շիկահող գյուղի կենտրոնում, 16-րդ դարի բազիլիկ կառույց է, կառուցվել է 1215 թվականի եկեղեցու տեղում։ Շինությունը գերեց ճարտարապետական իր նրբությամբ, դիտակետը պարզապես հրաշալի էր, մարդ պետք է նստի ու վայելի։ Մինչև անցյալ դարի 70-ականների վերջը Շիկահողում պահպանվում էին բազմաթիվ սովորություններ ու ծիսակատարություններ, որոնք մեզ տանում են դարերի խորքը։
Շիկահող գյուղի 19-րդ դարի կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա։ Այն միաթռիչք է։ Ճակատային պատերը եւ թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով։ Իսկ թաղի եզրակամարները սրբատաշ բազալտով եւ գետաքարերով։ Հապա տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է։ Ինչպես է ձեր անունը։ Տիկին Նարինն է, շատ ուրախ ենք ծանոթության համար, Մանե, Գաբրիելն է։ Ուզում ենք հասկանալ, քանի տարի է այստեղ եք բնակվում։ 40 տարի, երբևէ միտք չի եղել լքել գյուղը։ Այ սկզբից կար, բայց հետո մեծացանք մնացին գյուղը։ Իսկ ինչ հետաքրքրություն ունի գյուղը։ Ինչով եք զբաղվում, ինչպես է անցնում առօրյան։ Ոչինչ բանով դրսերից ամուսինս անտառներից հավաքում է լուպի, շբան շուշա, Վաճառում եք։ այո։ Պատրաստի վիճակում եք, պատրաստում եք, հետո եք վաճառում, ցուցադրած, թե ուղղակի։ Ուղղակի հենց նույնպես։ Եվ քանի տարի է զբաղվում եք այդ Մի գործով։ 10 տարի է։ Ահա։ Ինչն է պակասում գյուղին։ Գյուղին մի հատ տրիկոտաժ կար, որ պետք է աշխատեինք, նա չենք աշխատում։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք գյուղը չեք թողնում եւ Ցելենք, գնանք։ ցանկանում ենք, որ միշտ մնաք գյուղում, շենացնեք ու զարգացնեք մեր գյուղերը։ Էթա որ չկա, երեխա չկա, նա էս չկային էս հրաշենի ժողովուրդն է, բնակչությունը ընդեղից եկել է այստեղ, ուրիշ։ Ահա գյուղի միջնակարգ դպրոցը, որը գործում է 1908 թվականին։ Իսկ նա Հայկն է, գյուղի միակ աշակերտը, ով ունի 24 ուսուցչուհի։ Մենք ուզում էինք բացահայտել հենց գյուղում ապրող շիկահողցուն եւ ծանոթացանք Անդրանիկ պապի ու իր տիկնոջ հետ։ Քայլեցինք մանկության հետքերով, թերթեցինք հին ու նոր նկարները։ Անդրանիկ Շմաոն Մարկարյան, Ընտիրա։ Հետո Անդրանիկ պապի 1947 թվականին Շիկահող գյուղում 886 թվականին մեր գյուղը ունեցել է 774 բնակիչ։ 774 բնակիչ։ Ուրեմն հետագայում տեղափոխվել եմ հայրենի գյուղ եւ աշխատել որպես գլխավոր մեխանիկ սովխոզ։ Եղած չեղած համարյա թե օգտագործեցին այն պատերազմական տարիներին։ Անդրանիկ պապի տատի։ Գյուղական խորհրդի գործկոմ նախագահ։ Քանի տարի ամուսնացած եք։ 55 տարի։ 55 տարի ամուսնացել եք գյուղում հենց Անբաժան հացատաններ հարսանիքը, որտեղ որ մենք նկարել ենք։ առանձին այդպես մեծ հարսանիք չեմ կարել։ Ու մինչև հիմա էլ այդ մանկուց կարոտը գյուղի մնացել է հոգս մեջ։ Տատիկե ծանոթանանք, ձեր անունը կասեք։ Վահանուշ։ Վահանուշ, ինչ գեղեցիկ հայկական անուն է, ում անունով են դրել։ Չգիտեմ, Պատմությունը։ Հենց նենց։ երևի հորս մոտ հաշվապահեր աշխատում, հաշվետար ученик էին ուղարկել։ Եթե անունը այդ գործանվել եմ, այդ կինն ա դրել։ Այ ինչով է պայմանավորված, որ այդ շփումները չկան, Ասեմ։ Ուրեմն նախկինում իմ մանկության տարիներին հարևանությունը շատ սուրբ բան էր։ Ուրախանար հարևանի լավով, կտխրվեր վատով։ Հիմա չգիտեմ, նամանավանդ վերջի մի 7 տարում այդ տակից գլխից այդ խոսողների բանով այս նստուկացը վերացավ։
ջուրը կտրվում է, իմ ջուրն էլ է կտրվել, իրանցն էլ է կտրվել, բոլորինն է կտրվել։ Մեկը չկա, որ ասի գնանք ջուրը սարքենք, մեկը չի ուզում ընկերակցի, որ գնանք սարքենք։ Ու տենց կարծես թե եթե խոսում ես, ես արդեն 78 տարեկան մարդ եմ, որ խոսում ես ասում է, բա դու քիչ ես գնում, դե ես այն ժամանակ գնացել եմ, էլի։ Պատրաստում էին, որ հաստ թխեն, ալյուրը մաղում, խմորը հունցում եւ այլն, հիմա այն բարբարը ասին պյուլերը։ Արևանությունը լրիվ հավաքվում էին, կամ իրանց ես էի գնում, իրանք 4-5 Գիշերը հավաքվում էիք ժամ 10-ին 4-ին արդեն թունիրը վառում են, կամ գալուց իրանք կարող է իմ թունիրից պատրաստել, վառեն գան, էլ մի գնա, ես վառել եմ եկել։ 10 բաժանում էիք, հետո հարևաններին, բոլորին երեխեքի ձեռը։ Սաղին Ճանապարհով գնացողներն էլ, բոլորին, թեզահաց։ Այո։ Շատ ափսոս։ Իրա հորքուրն են, իրանց այս դիմացի հարևանը, դելու իր դաչվորներ էին շապերը։ Գալիս էին, գնում էինք միասին, իրանք մեր տանը անում էինք, հիմա չկա, հիմա տենց Բոլոր գյուղերում Բոլոր գյուղերում շատ վատա, ծանր ենք տանում։ Սանը Իրաց ազգակամի տղական է ռվենչկը, իրիկուր ժամը 9-ին, 11 էլ տեսնում ես դուր տեղով, չի իմանում, ես կոմով գալիս որ մտնում են բանի ասած զգաս կաղնում ենք, կաղվական, օտարական, մարդական, թուրքական, ինչա, Արդեն ասովորա ասցի գնամ տեսնեմ ինչ են անում, դրանով էլ ենք մենք ուրախանում, որ վենչկը եկալ ամարտով։ մի ճալպիկ շատ բան կին կար, լավել երեխաներ բանոն են, աղջկեր հիմնական բանը ասմա մի հարևան կար, մի քիչ արդեն տարիքներ առած կանայք էին, էլի, մի քիչ մենակ ապրոքցիներ, իրի գունվեր էր գնում իրանց տուն բանը աղջկեր բան էին անում, էլի եկավ բան էսանը, ասման մերն ասներ, աղջի ձերներդ կտրեք, շատ ժամանակ ես դրա կարիքն էլ ունեմ, ես դրա կարիքն էլ ունեմ։ Շատ շնորհակալություն, որ մեր հետ կիսվեցի, մենք շատ ենք ուզում, որ գյուղը բնակեցված լինի, մարդիկ գան, գնան, տեսնեն, վայելեն, որովհետև սա Սյունիքի հարստություններից մեկն է։ Ընդհանուր գյուղի գերուզերը, առօրյան, փոխվել է, կազմակերպել է պետք, էլի։ Ես շատ անգամ սենց նստում ենք, մտածում, ասում ենք, այ մարդ, բա գիտես արդյունաբերությունն հեշտ է, գյուղատնտեսությունը արևի տակ, անձրևի տակ, հետո հողի հետ դժվար ֆիզիկական աշխատանք է բան, ուրեմն շատ ցավալի է, որ չեն մտածում։ Գալիս է մի պահ, երբ հայացք ես ձգում հետ, արժևորում, գնահատում ու հաճախ նաև վերապրում ես այն ամենը, ինչն արդեն երբեք հետ չես բերի, բայց հիշողության մի անկյունում կշարունակես փայփայել այն ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս նույն սրտի թրթիռը։ Այդպես լինում է, երբ մենք կորցնում ենք ժամանակի արժեքն ու մոռանում, որ պետք է ապրել այս մեկ ակնթարթով, քանի որ անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է, որ կա քո ձեռքում, այն ակնթարթը, որ կդառնա անցյալ, բայց կծնի ապագա։ Գնահատել անցյալի հուշերը չի նշանակում ապրել անցյալով։ Մարդու ամենամեծ կարողությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույսերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջով ապագա կերտելն է։ Հաճախ ոչ թե չենք հասկանում, այլ չենք գիտակցում, որ ակնթարթը կավարտվի։ Պահն անվերադարձ հեռու կգնա ու անցյալ դառնալով իր հետ գուցե տանի նաև ակնթարթի հոգին, ոչ մի հուշ չթողնելով։ Դատարկվել է գյուղը, ոչինչ առաջվանը չէ։ Մնացել են մարդիկ, որոնց պայքարը անզոր է ժամանակի դեմ։ Նրանք կարոտում են այն շիկահողը, որ թողել են անցյալում։ Հարևանություն բառը կարոտով են հիշում։ Ախր շատ հյուրասեր են,
բայց ցավոք եկվոր չկա։ Շիկահողցիներ, գյուղը ձեզ է կարոտում։ Կարոտում է անցյալի սերն ու գգվանքը։ Կարոտում է թոնրատան հացի հոտը, ցորենի արտում աշխատող հնձվորի կանչը։ Եվ վերջապես Շիկահողցիներ, շենացրեք ձեր գյուղը։